Պարոն Աբրահամյան, այս միջադեպը դիտարկելով նմանատիպ այլ միջադեպերի համատեքստում ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, ժողովրդավարության բարձրացում Հայաստան փաստորեն այսպիսի միջադեպերի պակաս չկա։ Նախ ժողովրդավարությունը Հայաստանում վաղուց մնացել է խորը անցյալում, երբ որ նայում ենք կոնկրետ դիտարկում ենք այս միջադեպը, ապա իմ համար գոնե առաջին հայացքից զուգահեռի մեջ գալիս է Սամվել Վարդանյանի հետ կապված իրավիճակը, որը տեղի էր ունեցել բառացիորեն մի քանի ամիս առաջ եւ մարդը բառից բուն իմաստով քննչական կոմիտեի կամ ոստիկանության հսկողության տակ գտնվելով խոշտանգվել էր, միջև այսօր էլ որևէ բան չկա, ոչ այդ մարդկանց մեղադրանքի առաջադրել, ոչ առասարակ այդ մարդիկ են հայտնի թե ովքեր են եղել եւ այլն։ Մյուս հանգամանքը ինչ ենք հեռու գնում, երբ որ մոտապես 6-7 ամիս առաջ բռնություն եղավ բավականին շատ տեսախցիկների առաջ ազգային ժողովի падգամավորի նկատմամբ Մաշոտ Սիմոնյանի, դրանից հետո թեև ասեցին, որ ոստիկաններից մեկի ծառայությունը կասեցվել է, բայց դրանից հետո ժամանակ անցավ որևէ բան չեղավ։ Այսինքն այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում այս բռնությունների, խոշտանգումների ալիքը բառացիորեն կրում է համակարգված բնույթ եւ ստեղծված իրավիճակում քաղաքական իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները։ Սա կարող է վերաբերել միջին վիճակական քաղաքացուց մինչև քաղաքական կամ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտող մարդկանց եւ բնականաբար այսօր սկսել է նաեւ բնութագրել այս իշխանությանը իթևս նաեւ այլ որակումների, որոնք կապված են արտաքին քաղաքականության հետ, որոնք կապված են տնտեսական քաղաքականության հետ, իսկ կոնկրետ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված այս ամենը այս խոշտանգումները դարձրել են այս իշխանության դեմքը։ Պարոն Աբրահամյան, նայեք, իշխանությունների հետ կարծեք ամեն ինչ բարձ է, բայց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կա, որը թվում է թե պետք է անկախ լիներ, կոնկրետ քայլեր ձեռնարկել, բայց տեսանք, որ Սամվել Վարդանյանի միջադեպով մտահոգություններից անդին գործընթացները չգնացին։ Հիմա այս դեպքով էլ ինչ-որ մտահոգություն է հայտնել Անահիտ Մանասյանի գրասենյակը եւ ասել է, որ ինչ-որ գործընթացներ են մեկնարկում, այս դեպքով ինչ-որ հանգուցալուծում պիտի սպասել։ Գիտեք, այս վերջին հատկապես շրջանում ՄԻՊ-ի գործունեությունը եւ հայտարարությունները խիստ ձևական բնույթ են կրում։ Ակնհայտորեն ՄԻՊ-ը ունի մեկ ֆունկցիա՝ ապահովելու կամ սպասարկելու քաղաքական իշխանության շահերը։ Առավելագույնը ինչ որ անում է ՄԻՊ-ը կամ թույլատրված է նրան անելու, դա այնպիսի հարցերում միջամտություն է կամ ներգրավվածություն է, որը հասարակական հնչեղության տեսանկյունից իրենց որևէ բան չի ներկայացնում եւ այս տեսանկյունից ակնկալել, որ ՄԻՊ-ը որևէ կոնկրետ գործընթաց է անելու, բնականաբար որևէ ձևով այստեղ իրականությանը չի էլ կարող առնչություն ունենալ։ Այստեղ ունենք խնդիր, սա իշխանության խնդիրն է, որ քաղաքական իշխանությունը բոլոր կառույցները դրել իր քաղաքական հովանավորության տակ եւ յուրաքանչյուր կառույց շարժում է ըստ այդ առաջնահերթությունների։ Հիմա եթե այս տեսանկյունից նայենք գործընթացները, այդ կառույցները գործում են այնքանով, վերցնենք քննչական կոմիտեն, դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը այնքանով, որքանով դա իրենց թույլատրվում է։ Եթե նույնիսկ կան ինչ-որ բաներ, որոնք արտակուց թվում է, որ միտեղ մեկ կամ երկու քայլեր իրականացվել է, բնականաբար դա պետք է դիտարկել կենտրոնական իշխանությունների զուտ թույլատրության դաշտում։ Պարոն Աբրահամյան, նաև մեկ հարց, մինչև 2018 թվականը իրավապաշտպան տարբեր կառույցներ, դեմքեր աննշան անգամ իրավախախտումների արձագանքում էին շատ մեծ հնչեղությամբ, այսօր չենք տեսնում այդ ակտիվությունը, դա ինչով եք պայմանավորում։ Նախկինում կային կոնկրետ խմբեր, որոնք հանդես էին գալիս հասարակական կազմակերպության կամ այլ միավորումների տակ, որոնց նպատակը ոչ թե կոնկրետ դեպքերի վերհանումն էր, այլ ցանկացած դեպքի ուռճացումն եւ այդ ժամանակվա քաղաքական իշխանությունների դեմ օգտագործումը։ Հիմա իրենք ում դեմ անում են, այդ իշխանությունը 2018 թվականից հետո չկա, եկել է իշխանություն, փոխվել են հանձնարարականները, փոխվել են նպատակները եւ բնականաբար դրանցից շատ-շատերը առհասարակ դաշտում որևէ ձայն չեն անում, կամ միգուցե զբաղված են այնպիսի գործունեությամբ, որը կամ սպասարկում է գործող իշխանությունների շահերը, կամ միգուցե երրորդ երկրների։ Բայց սա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է մեր հույսը դնենք մենակ նրանց վրա, ովքեր ժամանակին որևէ ակտիվություն դրսևորել են, այսօր էլ այստեղ հավաքված մարդիկ անկախ նրանից թե ում է ներկայացնում, ով ինչի համար է այստեղ, բնականաբար եկել են ի պաշտպանություն բոլոր այն մարդկանց, ում իրավունքները խախտված են, ովքեր
տարբեր ոստիկանական բաժանմունքներում կամ միգուցե կալանավայրերում խոշտանգումների են ենթարկվում եւ այս մարդիկ եկել են նաեւ իրենց ձայնը բարձրացնելու առայն, որ իրենք պատրաստ են որպես քաղաքացիներ գալու, պաշտպանելու իրենց հայրենակիցներին, անկախ նրանից թե որ բնակավայրից կլեն, որտեղ ես կլինեն, ես դեպքում չեմ ուզում որևէ տարանջատում անեմ, չեմ էլ ուզում նույնիսկ թեման այս բանը դիտարկենք այն տեսանկյունից, որ կոնկրետ արցախցիների նկատմամբ է այս գործընթացը, թեև հասարակության մեջ նման ընկալում կա, այն պատճառը, որ ինքը իշխանությունը ամենաբարձր մակարդակով մշտապես արցախցիների դեմ անդադ բավական մեծ մաղձ եւ թշնամություն է գեներացնում, բայց այս բանը ես չեմ ուզում դա այդ տեսանկյունից դիտարկեմ, որովհետեւ ինչպես իմ օրինակներով նշեցի, սա համակարգված բնույթ է կրում եւ սա վերաբերում է ոչ միայն արցախցիներին, այլ Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացու։ Ձեր կարծիքով այսքան աղմուկից հետո քննչական կոմիտեն Տիգրանի մատնանշած ոստիկաններին մեղադրանք կառաջադրի, ես գիտեմ, որ այս պահի դրությամբ մեղադրյալ չեն նրանք։ Գիտեք, շատ դժվարանում եմ ասեմ, իհարկե շատ կարևորում եմ հանրային այլ քաղաքական ճնշումը, որը տարբեր իրավիճակներում գործում է, բայց դրանք պետք է լինեն ոչ թե մեկ քայլանի կամ երկու քայլանի գործողություններ, այդտեղ պետք է հետևողականություն աշխատի, որտեղ հետևողականություն աշխատում է, որոշակի արձագանքներ լինում են։ Միգուցե դրանք այդ պահին չբավարարեն, բայց ամեն դեպքում հանրային պայքարը եւ նաեւ հանրային այդ ըմբոստությունը ինչ-որ իրավիճակներում իր տեղը տալիս է եւ մեկ հանգամանք էլ ես պատական չեմ ասում, որ մեծ թվով մարդիկ են այստեղ հավաքվել, ամեն դեպքում իշխանությունը չպետք է մտածի, որ ինքը կարա ինչ-որ բան անի, ինչ-որ մարդու խոշտանգի, ինչ-որ մարդկանց նկատմամբ այսպիսի վերաբերմունք դրսևորվի ու դա մարսվի, նույնիսկ այն հանգամանքը, որ պատասխանատու ոստիկանների լուսանկարներն են հրապարակվում ցանցում, դա եւս նաեւ հանրային ճնշման մի ձև է, որը պետք է շարունակի։ Յուրաքանչյուր մարդ կոնկրետ այդ ոստիկաներից բարձրացած դեպի ներքին գործերի նախարար, կառավարության ղեկավար, դրանք բոլորը պատասխանատու են, որովհետև դրանք այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ոչ միայն աշկ են փակել, այլ իրենց հայտարարություններով, գործողություններով, հանցավոր նաև լռությամբ ըստ էության նպաստել են այսպիսի միջադեպերի կամ այսպիսի վտանգավոր դրսևորումների շարունակականությանը։ Մի բան էլ դուք ասացիք, որ իշխանությունը, այսպես ասած, հովանավորում է այս խոշտանգումները, ինչու ձեր գնահատմամբ։ Կարծում եմ իշխանության գործողություններից մեկը, որ ուղղված է Հայաստանում ազատ խոսքի սահմանափակմանը, նաև դրսևորում է այսպես, սա նաև ճնշման միջոց է, սա ուղիղ սպառնալիք է բոլոր այն քաղաքացիներին, որոնք կարող են գնալ եւ չհամաձայնվել իշխանության։ Դա կլինի քաղաքական, դա կլինի քաղաքացիական դիրքորոշման ձևով, թե կոնկրետ ոստիկանությունում միջին վիճակական քաղաքացու որևէ բանի պարտադրմանը, որովհետև կոնկրետ այս դեպքում, այն ինչ որ հրապարակվել է Տիգրանի դեպքում, բարձ է դառնում, որ ոստիկանությունը փորձել է նրան փաթաթել ցուցմունք, որ այդ ինքը համաձայն չի եղել, ինչի հետևանքը դարձել է այս խոշտանգումները։ Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ինքը բեսպրեդելի մեջ է եւ ցանկացած դեպքում կարող է իր քայլին կամ իր նպատակին հասնել ցանկացած մեթոդով, այլ թվում նաեւ բռնության միջոցով։ Արդյոք բարեփոխումների ճանապարհին գտնվող ոստիկանության համար դժվար է իսկապես բացահայտել մի հանցագործություն, որը գողություն է որակվում, այսինքն շատ մեծ ջանքեր չի հնարավոր չի գործադրել։ Այն դեպքում որ Տիգրանը նշում է, որ իսկապես ես մեղավոր չեմ, ի՞նչն է իրենց դրդել, հրահրել այդ ճանապարհով գնալ։ Անկեղծ ասած, խիստ չափազանցություն է մեր երկրում տեղի ունեցողը կամ նույնիսկ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցողը բարեփոխումներ անվանել։ Իշխանությունը կոնկրետ ներքին գործերի նախարարության դեպքում ունի մեկ նպատակ՝ ստեղծելու ուժեղ կաթնային համակարգ, որ մահակի դեր է կատարելու տարբեր քաղաքական process-ների ժամանակ, հատկապես քաղաքական ընդդիմախոսների մասով եւ այն ինչ որ տեղի ունենում ներքին գործերի նախարարությունում, ես ամբողջապես դիտարկում եմ այդ շրջանակներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, Կարեն օրինակները կամ վարկածները տարբեր են, սկսեց այն հանգամանքից, որ ոստիկանության տարբեր բաժիններ փորձում են ոչ թե աշխատեն հանցագործությունների բացահայտման վրա, այլ իրենց համար դրական վիճակագրություն ունենալու եւ ըստ այդմ կարող են մարդկանց համոզել, որպեսզի դիմումները հետ վերցնեն, մեկին կանչել, փորձել գործը դրանց վրա փաթաթել, որպեսզի բացահայտման դեպքեր իրենց մոտ դրականով լինեն եւ այլն, բայց խնդիրը այն է, որ մեծ առումով այդ համակարգը, ինչպես ասեցի, կոնկրետ հանցագործությունների բացահայտման առումով չի աշխատում եւ իդեպ վերջին օրերին էլ
գրեթե ամենօրյա ռեժիմով այդ սպանությունների տարբեր դրսևորումները դաժան, նաև այս ամենի մասին է խոսում եւ հիմնական ռեսուրսները, որ ամեն տարի ուղղվում է ոստիկանությանը, շատ ժամանակ դրանք գնալով մեծանում են, կրկնում եմ, դրանք ունեն մեկ նպատակ՝ աշխատելու այն ժամանակ, երբ որ պետք է իշխանության պահպանման եւ իշխանության վերարտադրման ժամանակ եւ 21, 22, 23, 24 թվականներին փողոցում տեղի ունեցած տարբեր շարժումները եւ տարբեր քաղաքական process-ները սրա վառ վկայություն են, թե ոստիկանությունը ինչի համար է պետք եւ որտեղ է կիրառում։ Ընդ որում դրանք նույնիսկ ամենաանհամաչափության, ամենաակնհայտ խախտումների պարագայում դրանք իշխանության կողմից որևէ ձևով չեն բացահայտում, որովհետև դրանք քաղաքական ուղղորդում ունեն իշխանության կողմից եւ դրան շարունակություն չտալը կամ իրավական գնահատական չտալը նաեւ խրախուսումն է, որ ոստիկանները կամ առհասարակ ուժայինները շարժվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, դաժանությամբ, բրտությամբ, այդ բռնության տարբեր դրսևորումներով։